Հարգելի համակարգացիներ, հարգելի գործընկերներ, այսօր շատ կարևոր հարց են քննարկում 90-ականներից ի վեր բոլոր մասնավորեցված անօրինական մանկապարտեզների վերաբերյալ քննիչ հանձնաժողովի վերաբերյալ հարցն է եւ հիշարժան այս պատմության մեջ այն է, որ այս նախագծի վերաբերյալ սկսել են բացասական խոսել Մայր Հայաստան խմբակցության ներկայացուցիչները եւ անվանելով սա PR ակցիա եւ շոու, այն դեպքում, երբ որ հենց այս քաղաքական ուժի վերնախավի ներկայացուցիչների համար եկեղեցական վեղարից սկսած միջև համապատասխան երկրների արտգործնախարարության խոսնակները PR արշավ են սկսել վերջին տասնօրյակում։ Բավականին հետաքրքիր է այս ամբողջ պատմությունը, որ այս մարդկանց քաղաքական հայրերի օրոք է, ամբողջ գործընթացը կազմակերպել։ Եթե հանգիստ նստեք տեղներ, ես կավարտում, հետո կխոսեք։ Եվ երկրորդը, պարոն Սարգսյանը, ձեր գործընկեր, նախորդ նիստի ընթացքում իմ գործընկերներից Տիկին Բեջենյանի վերաբերյալ շատ տհաճ արտահայտություններ էր անում եւ քիչ առաջ է ինձ էլ լրացնում շատ վատ տոնով, հետեւյալն եմ ձեզ կոչ անում եւ պարտավորեցնում այսուհետ կին ավականու անդամներին չհամարձակվեք թիրախավորել եւ որևիցե համատեքստով այլ արտահայտություններ թույլ տալ։ Բացի կին ավականու անդամներից մեր գործադիր եւ մեր ամբողջ խմբակցության անունից եմ սա ասում, որ չհամարձակվեք մեզ այնց որևիցե մեկին թիրախավորեք եւ այլ համատեքստում արտահայտություններ անեք։ Եվ քաղ տեխնոլոգիաների եւ PR արշավների այդպես մասնագիտացված կենտրոնը ձեզ մոտ է, որի վրա միլիոնավոր դոլարներ եք ծախսում։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։